Արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է առանց հապաղման խաղաղության ճանապարհով ընթանալու Հայաստանի պատրաստակամությունը։ Մեր երկրի գլխավոր դիվանագետը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում։ Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ, նշել է Միրզոյանը։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը եւ ժողովրդավարական հաստատությունների հանդեպ հասարակության աճող հիասթափությունն, ինչպես նաեւ հիբրիդային սպառնալիքները կազմում են մարտահրավերների մի մասը։ Ժողովրդավարական կառավարման հանդեպ վստահության վերականգնումը, դրա հիմնարար սկզբունքների ամրապնդումը եւ իմաստալից հարմարեցումն էական նշանակություն ունեն մեր ընդհանուր արժեքների պաշտպանության եւ առաջմղման համար։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է գլխավոր քարտուղարի եւ նրա թիմի արժեքավոր աշխատանքը Եվրոպայի համար նոր ժողովրդավարական պակտի մշակման եւ ներկայացման ուղղությամբ։ Հայաստանը վերահաստատում է ամուր աջակցությունն այս նախաձեռնությանը եւ պատրաստ է ակտիվորեն նպաստել դրա նպատակների իրագործմանը, ժողովրդավարությունը դարձնելու ավելի դիմակայուն, ներառական եւ ապագային պատրաստ։ Ուրախ եմ նշել, որ իմ երկիրն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության հենասյուների ամրապնդման եւ տարբեր ինդեքսներում դիրքերի բարելավման ուղղությամբ, մամուլի ազատության ցուցանիշով առաջատարը լինելով տարածաշրջանում։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների Եվրոպական դատարանի առանցքային դերակատարությանը, դատարանի վճիռների, ինչպես նաև միջանկյալ միջոցների արդյունավետ կատարմանը, վերջինը հումանիտար հարցերի հասցեագրման իմաստով։ Դատարանի վերջնական վճիռների կատարման գործում շոշափելի առաջընթացի ապահովման միջոցով Հայաստանը հավատարիմ է մնում համապատասխան որոշումների հետևողական իրականացմանը։ Իմ երկիրը նաև ակտիվորեն ներգրավված է շրջակա միջավայրի խնդիրների արդյունավետ հաղթահարմանն ուղղված ջանքերում եւ կրկնապատկելու է ջանքերը որպես ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը նախագահող երկիր։ Աշխարհաքաղաքական լարվածության եւ անորոշության ներկա միջավայրում Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ բահորության առաջմղմանը, հայտարարել է Միրզոյանը։ Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել եւ վերջնականացվել է։ Ուշագրավ է, որ այսօրվա նախարարական որոշումներից մեկով կրկին արձանագրվում է այս կարևոր հանգրվանը եւ պայմանագրի շուտապույտ ստորագրման եւ վավերացման կոչ է արվում։ Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունն ընթանալու այս ճանապարհով առանց որևէ հապաղման։ Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում Արարատ Միրզոյանը եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենն անդրադարձել են Հայաստան-Եվրախորհուրդ գործակցության հարցերին, այդ թվում առաջիկա ծրագրերին։ Նախարարն այնուհետև շփումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի եւ մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի, Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, արտաքին գործերի Եվրոպայի եւ զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի եւ այլ պաշտոնյաների հետ։ Մինչև նախարարների կոմիտեի նիստի մեկնարկը կայացել է նաեւ պաշտոնական դիմավորման եւ համատեղ լուսանկարման արարողությունը։ Տաթև Խաչատրյան, լուրեր։